Ողջույն բարեկամներ, երեք էր ընդամենը, որ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նախաձեռնեցին մի պրոցես, որը կոչվում է impeachment։ Եվ ես երեք էր ընդամենը ասացի, որ կանխատեսելի է լինելու ապագան, հա, բայց հետաքրքիր է ինձ մի բան, դա ինձ հետո արդյոք խորհրդարանում գտնվող ճակերտավոր ընդդիմադիր պատգամավորները այս պրոցեսի ձախողումից հետո հասկանալու են վերջապես, որ իրենք ավելորդ իրեն այդ համակարգում եւ վայր կդնեն մանդատները։ Ես փաստորեն ավելի լավատես էի, քան իրականում կարող էր լինել։ Ես պատկերացնում եմ մոտավորապես sense սկսել են այդ process-ը չիրականանա, հետո բողոքեն, որ ԿՊ-ականները չթողեցին, որ դա իրականանա։ Շաբաթ ուրբաթից էլի շուտ եկավ։ Եվ այսպես impeachment-ի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է, ասում է դաշնակցական Արտուր Խաչատրյանը։ Հիմա տեսնենք ոնց է արդարանում impeachment չիրականացնելը, չսկսելը։ Ինձ օրինակ շատ հետաքրքիր է գաղափարն առաջարկողները այդ գործընթացի մեջ ինչ գործառույթ են իրականացնելու, իրենց ներդրումն ի՞նչն է լինելու։ Ինչ տարբերություն։ Այս մասին ուզեի մի զրույցի ժամանակ նշել է Հայաստան խմբակցության պատգամավոր Արտուր Խաչատրյանը, անդրադառնալով impeachment-ի գործընթաց սկսելու Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի պահանջներին։ Բոլորս էլ գիտենք, որ կա նման գործիքակազմ, բայց հասկանալի չէ, որ ստեղծված պայմաններում իրատեսական չէ գործիքակազմ կիրառելը։ Ինքնանպատակ չէ, նպատակը հաջողությունն է, այ նախաձեռնողները կներկայացնեն մի 10-15 ԿՊ-ականի սորագրություն կամ կկարողանան փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ գեներացնել, այդ դեպքում կարելի է խոսել դրա մասին։ Վերջ, հենց սաղմի մեջ Հայաստան խմբակցությունը նույն ինքը ասել է թե Ռոբերտ Քոչարյանը դաշնակների ձեռքով միանգամից ընդհատում է process-ը։ Հետաքրքիր է, Սերժիկ Սարգսյանը առաջարկում է, Ռոբերտ Քոչարյանը դաշնակների ձեռքով, ինչքան կեղտոտ գործ կա պատմության մեջ արվում է դաշնակների ձեռքով։ Պատկերացնում եք, միանգամից փրկում է Նիկոլ Փաշինյանին։ Հետաքրքիր է։ Հիմա ես ուզում եմ հարց տամ այս դաշնակին։ Ինչու ապշած ես դաշնակ։ Մի տեսակ լարված է սերևում դաշնակ։ Հասկանում եք, չէ, որ մեկը նույնիսկ եթե դուք ոչինչ բան չանեք հիմա, Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվելու, որովհետև դուք բոլորդ իրար 17-18% Սերժիկներ մեջ է, համախառն բան ունեք, ձայն ունեք, բոլորդ իրար։ Հիմա ո՞նց ուզում եք Փաշինյան Նիկոլին պահեք եւս մի տարի, մեկը դուք չեք անցնելու բոլորդ հաջորդ ընտրությունների ժամանակ։ Ես հույս ունեմ, որ մինչև ընտրություններ հաջորդ քաղաքական դաշտում նոր բաներ կծնվեն, նոր կուսակցություններ կառաջադրվեն, այս խեղճ կրակ մոլորված ժողովուրդը կգնա մեկին ձայն կտա, որ Գյումրիի վիճակում չհայտնվենք, որ ինձ էլ հասկացող չհասկացող չասի դու Վարդան Ղուկասյանի Վարդանիկի կողմնակից էի համար ուրախացել եք։ Միջև հիմա մարդ կա, գրել կարդալ գիտի, բայց չի հասկացել, որ ես Վարդանիկի ընտրվելու համար չեմ ուրախացել։ Իմ համար կարևորը ԿՊ-ի պարտությունն էր, բայց ես հասկանում եք, չէ, որ ես հատ հազարավորների բացատրելու տարական բան եմ ընդունում։ Դա ժամանակը չկա, անհրաժեշտությունները չկա։ Եվ այսպես ես ավելի լավատես էի, մտածում եմ գոնե ինչ-որ process կգնա, դաշնակները կկարդալանան, կասեն չեղավ։ Իսկ հետաքրքիր է, ինչի է հիմա ուզում Արտուր Խաչատրյանը իմանա, ովքեր են լինելու 10-15 ԿՊ-ականները, որ հանկարծ կարող է միանան։ Ինչ եմ ասում հանկարծ կարող է միանան, որովհետև եթե վստահ լինեն, որ ոչ մի ԿՊ-ական չի միանալու այս բանին, impeachment-ի գործընթացին, դաշնակների ձեռքով միանգամից չէին էս խափանի։ Ուրեմն վստահ չեն ու այդ հատվածը էլի դաշնակները վերցեցին իրանց վրա։ Ստորանալու հատվածը էլի։ Ինչ որ մի բանի դիմաց, էական չի ինչի դիմաց։ Բայց ինչքան կեղտոտ բան կա ձեր ձեռքով արվում, հասկանում եք։ Դուք հիմա ինչ բացատրություն եք տալու։ Ուրեմն impeachment-ի գործընթաց չեք սկսում, մանդատները վայր չեք դնում, հենա ասելը Նիկոլի ամենահավատարիմ ծառաներն եք ընդդեմ։ Հիմա հարցս տալիս են բոլորին, ովքեր դեռևս ուշադիր լսում են, թե Ռոբերտ Քոչարյանը ոնց է բողոքում Նիկոլ Փաշինյանից։ Հենց այսօր
Երեկվա սկսած միջոցառումը Ռոբերտ Քոչարյանը դաշնակների ձեռքով կասեցվեց։ Չացնելով դաշնակներին, բայց ինքը մնաց մաքուր տիպը, բայց մենք գիտենք, ես գիտենք Հայաստան խմբակցությունն ով է, հա, ով է այս դաշնակներին պահում, կերակրում այն պահից, եւ որ Ամերիկայից իրենց վաղուց ձեռ են քաշել։ Եվ այսպես հիմա հարց Քոչարյանի երկրպագուներին։ Ինչու՞ մի բան պարզ է ձեր համար թե չէ։ Եվ այսպես արձանագրենք ու գնանք առաջ։ Արձանագրում ենք հետևյալը, ուրեմն impeachment-ի հաջողության համար պետք է 10-15 ձայն։ Դաշնակներն ուզում են այսօր իմանալ այդ 10-15 հոգին ովքեր են, հա, ու իրանք կասկածում են, որ հանգարց կարող է գտնվի ամեն դեպքում այդ 10-15 հոգին։ Թե չէ իրանք sense միանգամից չէին, մեր կանա ու չէին փրկի Նիկոլին։ Շանս չկա։ Դուք էլ անցաք Նիկոլի դաշտ, դες վաղուց եք դուք իմանալ Նիկոլի դաշտում, բայց սրանց հետո ոնց եք խոսալու, ես չգիտեմ։ Սրանց դուք ոնց եք ելույթներ ունենալու, ես չգիտեմ։ Ընդ որում, ասեմ, հիշում եք, ես ասում եմ, սրանք փող են ստանում նվաստանալու համար։ Եթե դուք հիշում եք, բոլոր կռիվների մեջ ամենաշատ հայոյանք կերել են դաշնակները։ Ամենաշատ, այս ԿՊ-ն որ մի բան ուզում է բանանի, խոսա, իրեն արդարացնելու համար, մի բան հիշացնի, ուղիղ հարձակվում են սրանց վրա։ Իսկ դուք ասում եք, այս ամեն ինչը պայմանավորված չի։ Համ ստորանում են, համ խափանում են, համ պահում են Նիկոլի աթոռը, համ էլ ուզում են մարդիկ դեռ իրանց ինչ որ հավատան, իսկան գոնե դուք միշտ 5% ունեիք, չէ՞, այս տարի դուք չեք ունենալ, այս տարի չէ 26-ին։ Վստահ եմ հետո չեք ունենալ։ Ինչպես որ չունեիք այս վերջին ընտրություններին, չունեիք։ Մի խոսքով գնանք առաջ։ Եվ այսպես։ Սան հիշում եք։ Սի հայտնի Արտուշն է։ Հայտնի։ Ես միշտ ասել եմ, չէ, Արտուշներ։ Եվ ընդհանրապես բանում ովքեր աշխատում են իրավական համակարգում։ Ձեր լինել չլինել այդ պաշտոնին կախված է ուղիղ այդ օրվա իշխանությունների ցանկություններից։ Այսինքն այն ինչ որ դուք արել եք հավատարիմ ծառայելով այս իշխանությունների, նախկին իշխանությունների, բոլոր իշխանություններին, դա դեռ չի նշանակում, որ դուք ապահովագրված եք, ոչ ձեզ կռացած այդ իրանց ձևերով որ սիրում է, չէ, ԱԱՑ-ն։ Այսինքն կարա մարդուն ձերբակալի տանի, չէ, բայց իրանք հարձակվում են, կռացնում են, գետնիկ սիվայր, նվաստացնելով տանում շպրտում են մեքենան, որտե տանը, որ ցույց տան, իրանք ուժեղ տղաներ են։ Դե հասկանում եք, կյանքում ուրիշ տեղ հաստատվելու հնարավորություն չկա, Ադրբեջանի դեմ չեն կարող այդպես, չէ, ցույց տալ իրենց լավ տղեկ լինելը։ Լինում է անպաշտպան քաղաքացիների նկատմամբ։ Հիմա Արտուշի օրինակի վրա ինձ թվում է, այսօրվանից բոլոր դատախազները, բոլոր միպետները, բոլոր դատավորները, բոլորը պետք է հասկանան մի բան։ Նույնիսկ եթե Արտուշին տենց տարա, դուք Արտուշից լավը չեք։ Արտուշից մեծագույն ծառայություն մատուցած բոլոր իշխանություններին, սկսած Սերժիկից մինչև Նիկոլը։ Բոլոր, ոչ մեկ չի եղել։ Բայց Արտուշն է եղավ։ Դուք եք լինելու։ Եթե ձեր բախտը լինի, հիմա կնեք այդ վիճակը։ Եթե բախտները չլինի, ինչ եմ ասում բախտները չբերի, որովհետև հաջորդ իշխանության ժամանակ արդեն դուք ինդուլգենցիա չեք ունենա։ Հիմիկվա բռնադատվածները հաջորդ իշխանությունների ժամանակ massամբ դիտարկվելու են որպես մեղքերը քաղաց։ Massամբ։ Հա, բայց եթե ձեր բախտը չբերի, այս իշխանությունը ձեզ չտանի մտցնի ԱԱԾ-պատվալները, դուք ԱԱԾ-պատվալները մեկամտնելու եք հաջորդ իշխանությունների ժամանակ։ Ամեն ինչ դրա համար երաշխավորված է։ Այսքան չկասկածեք։ Ես ամեն օր ասում եմ, չէ՞ ձեզ դրա մասին։ Թե ով է իրականում ինչ ստորություններն ու սրիկայությունները արել Արտուշը, դու կարող եք կարդալ առանձին համարներում։ Ես չեմ ուզում սենց ասեմ նույնը Սերժիկի համար եւ Նիկոլի համար։ Հա, Սասնացարելի դատից միջև տարբեր տեսակի ակտիվիստներ եւ քաղաքական հետապնդումների այսպես պեչատող ցանկացած բան դրել են դիմացը, ասել են պետքա որոշում տաս, ինչ օրենք, ինչ բան, ինչ օրենքի տար։ Ինքը արել է ու իր ձերբակալելու համար ոչ մի խոչընդոտ չկա։ Բացարձակապես կաշառք եք ուզում, կաշառք կա օրենքի դիմաց, օրենքը խախտելով որոշումներ եք ուզում, կա ինչ եք ուզում։ Արտուշնը բոլոր դատավորները նույն կատեգորիայի մեջ են, նույն։ Հակառակ դեպքում այս համակարգի մեջ չեն աշխատի։ Հիմա դուք հասկացաք տղաներ եւ աղջիկներ, ինչ համակարգ եք դուք ստեղծել, որտեղ դուք նույնիսկ պաշտպանված չեք։
ու ձեր կյանքը կախված է ուղիղ օրվա իշխանությունների ցանկությունից։ Ուզում եմ լսենք մի բան Գերմանիայի համայնքի մեր եկեղեցին Մասին Բերլինում ապրիլի 24-ին Հայաստանի դեսպանատան շենքի ճակատային հատվածում հայտնվել է մոռանալը հանցագործություն է գրությամբ պրոյեկցիա։ Պրոյեկցիային պատկերված է հայ ժողովրդի հիշողության խորհրդանիշ անմոռուկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը, որտեղ նա կասկածի տակ է դնում հայոց ցեղասպանության փաստը։ Թեմայի շուրջ զրուցելու համար միանում ենք Գերմանիայի Քյոլն քաղաք, որտեղ ինձ է սպասում Գերմանա-հայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։ Պարոն Լուլուկյան, բարև ձեզ։ Երեկո։ Ակցիայի մասին ինչ կարող եք ասել, ով էր կազմակերպիչը, եթե այսպես առանց անուններ տալու փորձենք որոշակիորեն ներկայացնել տրամադրությունն ու տրամադրվածությունը Բերլինում, հատկապես Փաշինյանի այս տարի ասված, բազմիցս ասված հայտարարությունների շուրջ, այդ թվում նաև Բերլինում ասված, խոսքը ցեղասպանության փաստը պատմագրորեն ճշտելու, հասկանալու մասին է, թե ինչ է իրենից ներկայացնում ցեղասպանությունը, եւ սա Փաշինյանը կարծես թե այս հարցադրումն է հենց բարձրացրել նաև Գերմանիայի հայ համայնքում, այս տարի ի թիվս նաև այլ համայնքների։ Ես այդ ակցիայի մասին ընդհանրապես ոչ մի բան չեմ կարող ասել, ում կողմից է կազմակերպվել եւ ով է կազմակերպել, այդ հարցում ես տեղեկություն չունեմ։ Ես կարող եմ ձեզ ներկայացնել Գերմանիայի կենտրոնական խորհուրդը եւ Գերմանիայի թեմի եկեղեցի առաջնորդանն հետ միասնական ինչ միջոցառումներ ենք մենք կազմակերպել ապրիլի 24-ին Բերլինի քաղաքային խորհրդանի հանդիսությունների ծրագրում տեղ ունեցավ մեր միջոցառումը, որում ողջունի խոսքով խոսեց քաղաքային խորհրդանի նախագահ Կորնելիա Զայբերը, նաև ինչպես Ջեմ Օստեմիրը, Գերմանիայի կառավարության սնունդի գյուղատնտեսության, ինչպես նաև գիտության եւ կրթության նախարարը, Ջեմ Օստեմիրը կարևոր դերակատարություն ունի 2016 թվականի Բունդեսրագի կողմից հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում, ինչպես նաև Դիտմար Նիտանը սոցիալ-դեմոկրատներից եւ Քրիստիան Բերնան քրիստոնյա դեմոկրատների կողմից դա պատմական իրողություն էր եւ պարոն Օզդիմիրը շատ մեծ դերակատարություն ունի եւ մեզ համար մեծ պատիվ էր եւ շատ կարեւոր է իր ելույթը այդտեղ Գերմանիայի կառավարության որպես ներկայացուցիչ նա շեշտեց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, հիշողության հարցը նաեւ որ պետք է կրթական համակարգում ներառվի հայոց ցեղասպանության թեման նաեւ դասագրքերում նաեւ Գերմանիայի կենտրոնական խորհրդի նախագահ խոսեց եւ Գերմանիայի առաջնորդը Սրբազան Սերոֆեյ Սարգսյանը ելույթում նշեց կարևորությունը ցեղասպանության ճանաչման եւ հատկապես Գերմանիայի կենտրոնական խորհրդի նախագահի կողմից խոսվել հարցի եւ որ նա կապեց զուգահեռներ անցկացրեց Լեռնային Ղարաբաղի ցեղասպանության ազգային զտում եւ տեղանում եւ նաեւ 1915 թվականի եւ նա ասեց եթե հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչման հարց ավելի տարածված լիներ եւ նույնպես Թուրքիայի կողմից Թուրքիայի նկատմամբ ճնշում իրականացվեր մենք Լեռնային Ղարաբաղում այդպիսի էթնիկ զտում չենք ունենա երկուսը շատ հաջող միջոցառումներ են կարևոր ելույթներով մոտ 300 մասնակից կար Ֆրանկֆուրտում եւ մենք միշտ պայքարելու ենք մեր ուժերով որպես համայն որպես սփյուռք մեզ համար հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային ճանաչումը օրակարգում է առաջնային օրակարգում է նաեւ մեր սրտերում է եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչեւ վերջ Եվ այսպես էլի Նիկոլի բախտի չի բերում ինչքան դուք ուզում եք ուրանա ցեղասպանությունը հանի Արցախը օրակարգից Փրկի Ալիևին մեկը չի ստացվում էլի Եվրոպան աշխարհը հիշում է կապում է ցեղասպանությունը Արցախի զտումների հետ սա կողքին այս գերմանական այս ակտիվության կողքին այսօր ես կարծացի որ Կալիֆոռնիայում կարծեմ համասարանում եղել չեն թույլատրել ցույց տալ Արցախի դատարկման այս էթնիկ զտումների վերաբերյալ ֆիլմ ընդ որում դրան խանգարել է այդ ադրբեջանցի ուսանողներն են խանգարել չէ ադրբեջանցի ուսանողների միությունը եղել կարողացել է Կալիֆոռնիայում հասնի նրան որ Արցախի էթնիկ զտումների մասին պատմող ֆիլմ չցուցադրվի պատկերացնում եք աբսուրդի աստիճան եմ ասում փաստորեն կան ադրբեջանցի ուսանողներ հələ դրանք ինքան ուժ ունեն որ կարող են էնել Կալիֆոռնիայում ես այս վերջերս իմացա որ այդ ադրբեջանցի արդեն ուժեղ ուսանողական խմբեր կան գործող նաև
Գերմանիայում, երբ որ Ադրբեջանը իր ուսանողների վրա հսկայական փողերը ծախսում են, որ լավագույն տեղերում են սովորում, եւ նրանք դրսում կարողանում են նույնիսկ նման լոբինգ իրականացնել։ Իսկ ինչ անում մեր կառավարությունը, ընդհանրապես մեր երկիրը։ Ես ամեն ինչ կարող եմ հավատալ, որ կարող են իրանք Գերմանիայում հաջողության հասնել, ասենք թուրքերը երբեմն էլի, բայց որ դա կարող են անել Կալիֆոռնիայում, սա իմ համար ուղղակի անակնկալ է։ Ես վստահ եմ շատ մարդիկ, որոնք ապրում են Կալիֆոռնիայում, իրանք երևի սա մասին տեղեկել չեն եղել։ Եթե փնտրեք երիտասարդ տղու ճակատագրի մասին է տեղել, Արցախի զտումների մասին։ Ես կորցեցի լինքը, չեմ կարող ցույց տալ։ Բայց որ դուք Google անեք, գտնեք այդ ամեն ինչը։ Բոլոր համայնքներում, ինչ որ արվեց Գերմանիայում, պետքա նույն ձևի արվի եւ դեսպանատան պատերի վրա եւ հնարավոր դրանց այդ շփումների ժամանակ հայ իշխանությունների կլինի, իշխանությունների Հայաստանի եւ տեղի իշխանությունների բոլորը պետքա ակտիվ գործեն, որ այս ցեղասպան կառավարությունը չկարողանա իրականացնել իր ցեղասպան խնդիրները, իր կործանարար ծրագրերը։ Մենք երևի հիշում եք, որ ես վերջերս ես 2-3 անգամ անդրադարձա այն հանգամանքին, որ ցեղասպան Նիկոլը գնացել է Էստոնիա եւ պետքա ունենար հանդիպում բանի հետ, հետո ես երեք ցույց տվեցի էստոնական լրագրողների ճիշտ հարցերը, հա, դու ոնց ես համ վարչապետ, համ Արցախ ես հանձնել, կամ դու ոնց կարաս գնաս Եվրոպա, միևնույն ժամանակ գնաս, հա, մայիսինի պարադի մասնակցես։ Մի խոսքով, էստոնացի ժողովրդի համար սրանք անհասկանալի բաներ են։ Մի խոսքով, դրա նախապատրաստական աշխատանքի վերաբերյալ ես ասել եմ, որ կան մարդիկ, որոնք մերժել են, կան մարդիկ նաև, որոնք կազմակերպում են տակից այդ հանդիպումը։ Ես դրա մասին խոսալու բազմաթիվ արձագանքներ, լավ, վատ, սուտ, իրատակասող, այս կողմ են կողմ, ամեն ինչ ստացանք, բայց ամեն դեպքում եղավ այն ինչ եղավ, եւ այսօր իմացա, որ հանդիպմանը մասնակցել է պատմաբան, գիտնական, որը մասնակցել է փաստորեն այս խոսակցություններից տեղեկանալով, այն ինչ որ ես անդրադարձել եմ, որը իհարկե բնութագրվել է որպես պրովոկացիոն, ես բառերը չեմ հիշում դեռ ինչ որ բան է, տեքստի մեջ ուղումներ կա, հա, մանիպուլյացիոն, բամբասանք ինչ որ է, հա, ընդ որում, որ ես անհիմն մեղադրել եմ կազմակերպիչին, տեսեք ինչ է ասում, համ կազմակերպիչն է այդ կինը, համ ես անհիմն մեղադրել եմ այս ամենը կազմակերպելու մեջ, ինչ որ բան է, դիսոնանս կա այստեղ, կոգնիտիվ դիսոնանս կա, չի կարա կազմակերպիչը քննադատության չարժանանա։ Ցեղասպանի հանդիպումը ապահովող կազմակերպիչը չի կարող քննադատության չանդրադառնալ։ Եվ մի խոսքով մենք այսքան որ անդրադարձել ենք, հարգելի Ռաֆիկ Գրիգորյանը, պատմաբան, իմանալով միջև այդ ինքն գրում, որ ինքը չէր պլանավորել մասնակցել։ Եվ գնում է տեսնի այս ինչի մասին աղմուկը, հա, ինչի ոմն ինչպես ինքն է նշում, բլոգեր խառնակցությամբ զբաղվում եւ թույլ է տալի դրսից միջամտել իրենց ներքին գործերի մեջ։ Այստեղ էլ կա դիսոնանս, հարգելի պատմաբան, որ նախից բլոգեր չեմ, դա էլ այդքան դիսոնանս չի։ Երկրորդն ինչ նշանակում դրսից չխառնվել մեր ներքին գործերին։ Պատեսմա ես մենակ լսում եմ մեկ Հայաստանից, ընդ որում Փաշինյանի աջակիցներից, ինչ նշանակում դերս, ինչ նշանակում ներս դուրս, իմ գործ, ձեր գործ, այն ինչ որ կատարվում է մեր ընդհանուր երկրի հետ, իսկ կարծում եմ մեր բոլորի գործն է, այն ինչպես իրանք կդիմավորեն, ինչպես կհարգեն, կպատվեն կամ պատվեն, դա էլ մեր բոլորի գործն է, մեր ամենապես իմ ամբողջ խնդիրն է եղել, որ նրան ապահովել մաքսիմալ բացասական ընդունելություն, որպեսզի մնացած ժողովրդին չկարողանան բերեն ցույց տան ձեր ասած կազմակերպիչների աշխատանքի շնորհիվ հլու հնազանդ դալիճ, ինչի վրա դուք եք նաև համոզվել, որ դալիճը հլու հնազանդ նստած լսում էլ ոչ մեկ չկար։ Եթե դուք էլ չլինեիք, փաստորեն ոչ մեկ չէր կարողանալ լու բացահայտել, հա, էսոնական համայնքի համար, որ թագավորը մերկ է, եւ տգետ է եւ մերկ է, հա, ինչը դուք հաջողությամբ անել եք։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ես երբ որ իմացա գնում այնտեղ, ես որ ինձ տեղեկացեց, ասեցի երկու տարբերակ կա, կամ գնում եք ուղակի ինչ կա իրան ասում եք, որ ինքը չկարողանա սահուն անցկացնել իր քարոզությունը թուրքական,
կամ ուղղակի բոյկոտում եք։ Ինքն ասեց, որ տակից է կազմակերպվում, հա, ոչ ամենքին է հնարավոր գնալ այնտեղ, անում են այնպես, որ ինքը սահուն գա գնա, որ ոչ մեկ շատ մարդ չիմանա։ Այսինքն գնան հիմնականում նրանք, որոնք ագրեսիվ հարց տվողներ չեն լինելու կամ բացահայտ ընդդիմադիրներ չեն, որ չխանգարեն հանգստանդիպումը։ Ես էլ դրա համար կոչ արեցի, եթե չեն գնալու, հարցեր չենք տալու, բոյկոտեն։ Եվ ես կրկնում եմ բոլոր համայնքներին, որ ցանկացած ներկայացուցիչ դա լինի Ճիվաղը, Ճիվաղի ճիվաղները, ցանկացած ներկայացուցիչ Հայաստանից որ նա գալիս է, պետք է արժանանա կամ խայտարակության, պարսավանքի կամ բոյկոտի մերժման։ Երկու ձևների մաբան ընդունելի է, բայց ոչ երբեք հլու հնազատ, խոլու համրի նման լսել ինչ է մատուցվում ցեղասպան քարոզչի կողմից։ Եվ այսպես, մեր հարգելի պատմաբանը բացահայտել է, որ թագավորը տգետ է ամեն ինչ իմաստով, եւ պատմության իմաստով, եւ միջազգային իրավագիտության իմաստով, եւ իրավունքների իմաստով, բոլոր իմաստներով մեր հարգելի պատմաբանը բացահայտել է, որ թագավորը մեր կա։ Հիմա ես ուզում եմ հարցնեմ հարգելի պատմաբանին, եթե մենք չաղմկեինք այդ մասին, ի՞նչ է դուրս գալի։ Դուք չգիտեիք, որ թագավորը տգետ է եւ հանցագործ։ Ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ եմ հասկանում, որ դուք ձեր համար բացահայտել եք նրա տգիտության անսահման լինելը։ Ընդ որում դուք պատմաբան եք։ Այսինքն կարող եմ եզրակացություն անել, որ 7 տարի դուք տեղյակ չեք եղել Հայաստանում ինքը ինչ քաղաքականություն է իրականացնում։ Ես կարող եմ դա ենթադրել, հա։ Եթե դուք դա ի վերջո բացահայտել եք, իմ ձեր ասածը, ձեր բառերով ասում, պրովոկացիայի կամ, հա, չգիտեմ, մանիպուլատիվ, ես արդեն չեմ հիշում ձևակերպում, իրական չի, հա։ Իմ աշխատանքի շնորհիվ ոչինչ դուք ինձ կարող եք քննադատել, բայց կարևորը այն է, որ այդ մարդիկ, ովքեր նստած էին, վստահ եմ, որ դրանցից ոչ մեկը երբևէ չի հետաքրքրվել այդ փաստաթղթերով, մանրամասներով, թե Հայաստանի քարտեզի մասին, թե իրավադարի վճիռի մասին, թե Սևրի պայմանագրի մասին եւ ընդհանրապես պատմության մասին, եւ նրանք լսելով ձեզ, ես վստահ եմ, որ ձեզ վստահում են, լսել են, սովորել են, իրազեկվել են։ Այո, մեր գործը դա է։ Մեր գործը դա է, մեր գործը հենց դրա մասին խոսալն է, դա բացահայտելն է, որ ձեր նման մեկն էլ եթե նույնիսկ չէր պլանավորել, հա, ասի մատ հասկանա գնա այդ ինչա, գնա մարդկանց լուսավորի, իսկ ինձ թվում է, որ ցանկացած մարդ, որ իմանում է պետք է Հայաստանից մարդ կա, իր գործն է առանցին պրովոկացիաների գնալ ուղղակի դեմ տալ պատին, որ ասել այդ ցեղասպաններ դուք ես ինչ եք անում մեր ընդհանուր երկրի հետ, որտեղ երկիրը մեր ընդհանուր է, հոգսերը մեր ընդհանուր է, խնդիրները մեր ընդհանուր է եւ սրանց ապահով գալ ու գնալ ապահովողները մարդ հավաքելու, կազմակերպելու, դրանք բոլորը ոչ միայն քննադատելու ենթակա են, դրանք բոլորը պարսավանքի են ենթակա, հանրային պարսավանքի, ես բացարձակապես չեմ փոշմանի, որ ես պարսավանքի եմ ենթարկել բոլոր նրանց, ովքեր մասնաբաժին են ունեցել Ճիվաղի ապահով հանդիպումները կազմակերպելու համար, դա լինի Էստոնիայում, դա լինի Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թեկուզ Հայաստանում, որտեղ ուզում լինի, որովհետև իմ համար գոյություն չունի սահման, որտեղից լավ, էսի մեր նարեկներ ենք, հա, էսի դրսից է, էսի ներսից է, ես իրան երկին գործերի մեջ եմ, իմ համար այդ սահմանները չկա, իմ համար կա մի հատ սահման, դա իմ Հայաստանի իրական սահմանները, իմ Հայաստանի իրական սահմաններն է, ոչ թե Փաշինյան Նիկոլի իրական Հայաստանի, որին դուք էլ արգելի պատմաբան համաձայն չեք եղել։ Ես կարծում եմ դուք չեք փոշմանել, որ գնացել եք թեկուզ բացասական երանգներով եք ներկայացնում իմ աշխատանքը, ոչինչ։ Կարևոր արդյունքն է։ Հա, մեր գործը նաև պրովոկացիայի ենթարկելն է։ Այո, թող մարդիկ պրովոկացիայի ենթարկվեն, թող մարդիկ մի հատ նստած տեղերը բարկանան, գնան համոզվեն ինչու նա բան։ Ես բացարձակապես դրա մեջ խնդիր չեմ տեսնում, իմ մասով եմ ասում։ Ու ես մեծ դիտողներին պետք է ասեմ, չկասկածեք, որ մեր այս աշխատանքը իր արդյունքները տալիս է։ Չկասկածեք։ Այս սա օրինակ, եթե չլիներ այս հաղորդաշարը, չլիներ այս ընկերոջ զանգը, ես այդ մասին չխոսայի, մեր հարգելի պատմաբանը չէր գնա, այս հանդիպումը չէր, կոպիտ ասած, հարամվի եւ մեր ընկերներն էլ մնացածները չէին լսի, որ սա իրոք Ճիվաղ է։ Այո, կաթիլը
քարացակում։ Ես այն ինչ որ անում եմ ամենօրյա ռեժիմով, իմ կյանքի ամենալավագույն մասը կտրելով եւ ներառելով դնելով այստեղ, ես հենց այնպես չեմ անում, ես հավատում եմ, որ կաթիլը ծակելու է այդ ապարաժը։ Որովհետեւ եթե մարդը զինված չի գիտելիքներով, նա չգիտի ինչ է անում, երբեք նա ճիշտ բան չի կարող անել, նույնիսկ լավագույն ցանկություններով։ Եթե ուզում եք լավագույն ցանկություններ նույնիսկ գործ օգտակար լինի, առնվազն պետք է ինֆորմացված լինել եւ պետք է իմանալ ինչա պետք անել։ Այն ինչով մենք փորձում ենք մեր ուժերի, մեր իմացածի շրջանակներում ապահովել։ Եթե մեկից էլ մի բան սովորելու բան կա, սիրով սովորում ենք։ Ի սկզբանե ընդունելով, որ մենք ամեն ինչ չի, որ գիտենք։ Իդեպ, ինչով օգնել ես աշխատանքին, պարզ ձևով տարածել։ Եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք։ Եթե գիտեք, որ մարդ կա, որ իրան սա պետքա լսել եւ պատկերացում կազմել, մենք ինչ վիճակի մեջ ենք, ինչ հապկի մեջ ենք, ուղարկեք թող լսեն։ Այլ տարբերակ ես ձեզանից չեմ ուզում, ես ձեզանից ապստամբել չեմ ուզում։ Գործը արվում է մեկը։ Ինֆորմացիան բանանելու, փոխելու միջավայրը, հա, տանը նստած հանդիպումների չգնալով, չմասնակցելով քաղաքական քաղաքացիական կյանքին, ոչ մի բան չի փոխվի։ Ինչելոց քաղաքական քաղաքացիական կյանքի մասին ասեցի, հիշեցի։ Էս էլ պետք է ասեմ, որ ոչ մի բան ներսես չմնա։ Դեռ կա շարունակում են մարդիկ, որ շատ են նեղված, որ մենք լրագրողները մենք հանրային կյանքում մարդկանցից պահանջներ ունենք, մասնավորապես էլի խոսքը վերաբերում է Տիգրան Մանսուրյանի։ Ուրեմն բոլորին նորից կրկնում եմ, բոլորի համար, մասնավորապես իմ համար չկան այնպիսի հեղինակություններ, որոնց ես հարց չունենամ տալու ու պահանջելու։ Չկան այդպիսի հեղինակություններ, գոյություն չունեն։ Ես մի հատ էլ կրկնեմ իմ բանակարծիքը։ Եթե կա հեղինակություն, որ մտածում է իրեն հարց պետք չտան ու ինքը պատասխանելու բան չունի մարդկանց, ուրեմն ինքը հեղինակություն չի։ Իրական հեղինակությունները միշտ իրենք են առաջինը պատասխանատու իրենց լսողների, իրենց հետևորդների համար։ Էքզյուպերիի փոքրիկ իշխանը հիշում եք։ Ասում է դու պատասխանատու ես նրա համար, ում վարժեցրել ես։ Եթե դու մի հասարակակ վարժեցրել ես քո ներկայությանը, քո հեղինակությանը, դու այդ հասարակության նկատմամբ պարտավորություն ես կրկնում եւ ոչ մի իրական մեծություն չի խուսափում այդ պարտականությունից։ Չի ասում ես մենակ երկրպագելու համար եմ, ես ձեզ հաշիվ չունեմ տալու իմ ապրած կյանքով, կենցաղով, իմ մտքերով, հա, դա չի լինում։ Համդեպս իմ համար դա արդեն հեղինակություն չի։ Ում համար դա ընդունելի է, խնդիր չկա։ Ես ոչ մեկի անձնական կյանքի կարծիքի մեջ չեմ մտնում։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես այդ կերպ եմ հաշվին այդ հարցին նայեմ։ Դու պատասխանատու ես այն միջավայրի համար, որին դու ընտելացրել ես։ Այսինքն, որի համար դու ստեղծել ես քո իմիջը, որը այդ իմիջը օգտագործել ես վատ նպատակների համար։ Այո, հենց վատ նպատակների համար, որովհետև հայկական իրականության մեջ բոլոր այն իմիջ ունեցող մարդիկ առ այսօր իրենց իմիջը հիմնականում ծառայեցել են նախորդ բոլոր իշխանություններին պահելու, քծնելու, սեփական կոմֆորտը ապահովելու համար։ Եվ ինչ է կարծում։ Իրանց հարցեր չկան տալու կան։ Իմ համար այդ սահմանները չկան, որ ես ասեմ, այ ես իրեն հարց չունեմ տալու։ Ինքը անես մի հատ անհասանելի մեծություն է։ Նույնիսկ Քրիստոսը իր մասին այդպես չէր մտածում։ Իր մասին նույնիսկ այդպես ինքը չէր մտածում։ Իսկ ես առավել եւս ոչ մեկի նկատմամբ այդ բանը չունեմ, հա։ Եթե Քրիստոսը իր մասին այդպես չէր մտածում, ո՞ս կարող է իրականում այդպես մեկը լինի երկրագնդի վրա, որ իրան չի կարելի հարց տալ եւ չի կարելի ասել եղբայր։ Ինչու՞։ Ինչու՞։ Կանաչ չպատասխանես, բայց ես իրավունք ունեմ այդ հարցը տալ։ Ինչու՞։ Եվ ամենակարևորը, իմ ինչու՞։ Սևացնել չի, բամբասել չի, քարկոծել չի, տարական հարցը։ Ինչու՞։ Նույնիսկ մենք ունակ չենք հարցը հալածելու, բամբասելու, սևացնելու եւ այլն դրանցից տարբերել։ Մենք այնքան չենք հասկանում դրանց տարբերությունը, որ ինչու՞ն նույնիսկ լրագրողի կողմից հարցը կամ հասարակ մարդու ինչու՞ն ներկայացնում եք որպես հալածանք, տառապանք,
ջախջախեց, սևացրեց։ Ցավում եմ, որ 21-րդ դարում, այս լուսավոր դարում մարդկային միտքը բանականությունը կարող է աստիճանի վրանի։ Ցավում եմ։ Իսկ հիմա վերադառնանք Էստոնիա։ Այդ Էստոնիայի հանդիպումը շատ ծանր է եղել։ Վարչապետ Փաշինյանի հանդիպումը Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի հետ անաղմուկ չանցավ։ Երեկվանից սոցիալական ցանցերում քննարկում ու քննադատում են բարձրաստիճան հոգևորականին, որ աղոթում է Նիկոլ Փաշինյանի ծրագրերի համար։ Մեր աղոթքն է, որ պարոն վարչապետ, ձեր այդ ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, դինի հաջողության։ Վազգեն arczepiskopos Հիմա ես մեկը կարող է ասի, օ, ինչ ես խոսում, մեկ եկեղեցու սպասավորին բան չունես, բան պետք է չասես, լուրջ, իհարկե մարդիկ կան իրավունք ունեն ասելու, կարող են ասել, բայց այդ մարդիկ պետք է հասկանան, որ իրանց այսօրվա օրը իրենք են ապահովել իրենց այդ մոտեցումներով, որ մարդիկ կան, ավելի հավասար են, քան մնացածները, իրանք են դա ապացուցել իրենց կյանքով, դրա մասին են մի ամբողջ գիրք ունի գրած, այո, Ջորջ Օրվելը, որը կոչվում է անասնաֆերմա։ Պիսկոպոս Միրզախանյանն այսպես է ողջունել Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում վարչապետին։ Բոլորին մեր վարչապետի միասին Դες պիրծերը նայեք դեմքի բանը։ Նայում եք սրա դեմքի արտահայտությանը։ Քմծիծաղը նայում եք։ Բայլեք։ աղոթքի։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայկական պատվիրակությանը հրավիրել է աղոթքի ու հետո իր սրտի խոսքն ասել, խիստ քաղաքական բնույթի։ Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ եւ առաջնորդ մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի։ Փաշինյանի խաղաղարար ծրագրերի համար Ինչի դեպի Եվրոպայություն քայլել անի։ Ու գիտի ոստեղից գնում է բան, Մոսկվա։ Իրան արդեն ասել են ու բանը էստոնցի լրագրողները զարմացել են, դա ոնց է հնարավոր։ Իսկ թվում է քահանաներ շատ լավ գիտին։ Ես հիշում եմ ասեցի, ոնց ինքնա պիրծ, ասեմ ես հոգևորականը իր գործընկերոջ հոգևորականի կնոջն էր փչացել, ներողություն արտահայտությանս համար։ Դրա այդ սկանդալի վրա այդ փախել Պարսկավանից, Վրաստանից։ Ասա ոչ ինքնա պիրծ ունեցել, պիրծին ընդունել, ուրիշ բան չէր կարող լինել։ հոգևորականը ուզում է, որ Ռուսաստանի դաշնակից Հայաստանը քայլերը փոխի դեպի Եվրոպա։ Սրա համար են աղոթում։ Որովհետեւ մեր քրիստոնեությունն եկել է իրականության մեջ արևմուտքից։ Դրթաթակ Քրիստոնեություն եկել արևմուտքից։ Դա քիչ է, ես չգիտեի։ Որը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւ համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք այստեղ Եվրոպական քաղաքակրթությունը էս չգիտեմ, էս կանեն հետ տարեք դպրոց էլի։ Հետ տարեք ճեմարան։ Կամ եթե ճեմարանում բոլորն են այս կարծիքի, փակեք այդ ճեմարանը ուղղակի։ մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է։ Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես մեր Բալթյան երկրների պես դիցուկ Էստոնիայի կավանախաղալ համագործակցության մեր ժողովրդին լավ գեղեցիկ ապագա ապահովել։ Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավականին, ձեզ Վազգեն Ողջ ավականին Տերը օգնի, ձեզ օգնի։ Չգիտեմ, ինչ շատերն են մեղադրում, որ ես էլ քրիստոնյա չեմ, էլ ինչ եմ։ Ես սենց մարդու կարոզների ես ոնց գնամ։ Սա դիմացը կանգնած սերական մարդասպանի, քրոնիկ ստախոսի, քրոնիկ ցեղասպանի օգնում ավականին։ Երևի ինքը նկատի ազգային ժողովն է օգնում։ Ազգային ժողովը Նկարաչ։ Arczepiskopos Միրզախանյանի խոսքերն անարձագանք չթողեց Փաշինյանի քաղաքականությունն ու ծրագրերը քննադատող մայրաթորը։ Թեմակալ առաջնորդի արտահայտած որոշ մտքեր ու դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական ու վերագրելի չեն եկեղեցուն։ Այսօր պարզաբանել են մայրաթորից։ Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն եւ զգուշավորություն դրսեւորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար։ Որ մտքից ու դատողությունից են հատկապես բարկացել Սուրբ Էջմիածնում Փաշինյանի խաղաղության ծրագրերի հաջողության համար աղոթքի, թե աշխարհաքաղաքական դատողությունների։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Արթենյանը չցանկացավ հաղորդագրությունից դուրս հարցերի պատասխանել։ Ես կարող եմ ասել։ Սրանցից բոլորը
ցանկացած այսեն կողքի կանգնածին եմ ճանաչում, այսպես ուղղակի չեմ հիշում որտեղից շատ տեղեր եմ տեսել դες մասնագիտության բերումով եւ ինքը շատ հետաքրքրացել մարդ եմ ես կանոնները շատ եմ շփվել օրերով զրուցել եմ շատ հա ես նույնիսկ ես մտածում եմ որ ես կարող եմ հոգեվորական դառնալ չզարմանաք հա դեռ 17-18 տարեկանում դες մտքեր կան ես հա ես ճանաչում եմ ես ուղղակի հասկանում եմ նպատակը որն է աղոթում է ինքը Նիկոլ Փաշինյանի ծրագրերի համար մտածելով որ կարող է տենց է պետք շեֆին որ ինքը չի ուրախանում վստահ եմ որ այսքան մարդ է սպանվել ճիշտ է ինքը պիղծ է բայց հաստատ ասենք հազարավոր սպանված երեխեքի Արցախի կորստի համար այդքան էլ ուրախ չի բայց ինքը եկել է Հայաստանի վարչապետի համար օրհնում է մտածում է որ իր իշխանությունը իր աշխատանքը իրանից է կախված երևի որովհետև եթե բանում Էջմիածնում չեն անիծել սրան չեն նզովել սրան բացահայտ ուրեմն դա ամենից նորմալ է Էջմիածնից էլ ուղղակի շշմացեն սրա անթակույց քծնանքի եւ հիմարության վրա ասում են դա մեր հետ կապ չունի երբ որ դու չես որոշակիացնում սահմանները երբ որ դու սկսում ես այսպես խաղալ քո հոգեվորականներն էլ չգիտեն իրենց ոնց պահեն գարեգին իրանք չգիտեն ինչ աստիճանի քծնեն թե չքծնեն ապահովության համար պետքա մի հատ էլ ասենք Էրդողանին բանանել հա օրցնել չգիտեն Չէ՞ որ մարդ Էրդողանի քարոզն է անում ու դեռ անիծված չի հա ինքը ինչ իմանա ինքը պետք է անի թե պետք չանի լոգիկայի մեջ եթե ինքը դեռ չի անիծվել ուրեմն երևի պիտի չանիծվի ուրեմն պետք է օրհնել ես մարդուն ասու գարեգին դու մի մեղալ ես նրանց դու քո աշխատողներն են գիտես ոնց է ամեն ինչի ընդունակ ու պատրաստ երևույթներ են մի քիչ հստակություն մտցրել էլի ասա պետք է սրանց անիծել թե չէ որ դու ոչ մի բան չես անում ուզում ես իրենք են ինչ անեն լռեն չէ հազիվ քծնելու տեղը սենց բոլոր հնարավոր միջոցներով հնարավորությունը բացվի որ բաց չէին թողելու կարելի այսօր դες մեղավոր ես ուզում եմ այդ փայլուն վերլուծություն լսենք իրար հետ մի շատ կարճ իմ շատ լավ բարեկամ Վարդան Կարագոզյանն է բժիշկ ինքը այսօր քաղաքական հերձում կատարեց Փաշինյան Նիկոլին լսենք չկա պետական ֆինանսական բախումների դեմ պայքարող մարդիկ վարչապետը եւ նրա համախոհները պետական միջոցները տնօրինում են ըստ իրենց հայցողության թե նախկինները թե ներկաները իշխանությունը նույնացրել էին եւ նույնացնում են սեփականությանը ժողովուրդը կորցնելով հավատքը ապագայի նկատմամբ չկարողանով կողմ որոշվել են եւ մտահոգում մեջ եւ վերջին հաշվով մեծ հաշվով իշխանությունները իրենց գործելակերպով սպանեցին հայ մարդու հավատքը եթե երկրում եթե սփյուռքում այն պատասխանը բավականին ծանր խոսքեր են բայց ես կուզենայի ձեզ հիշեցնել որ հիմա այդ բոլորի որպես պատճառ բերում են լարված քաղաքական վիճակը հնարավոր պետականության կորուստը եւ այլն այդպիսի բաներ ես խնդրեի դուք ձեր մեկնաբանությունը արդյոք այն իրավիճակը որ տիրում է Հայաստանի ներսում պայմանավորված է արտաքին ազդակներով թե այնուամենայնիվ ներքաղաքական չլուծված խնդիրների արդյունք է Հետաքրքիր հարց է ես կարծում եմ եւ թե մեկով եւ թե մյուսով այդ երկուսը միմյանց հետ փոխկապակցված են Թերևս մարդկության պատմության մեջ հայտնի չէ որևէ դրվագ եւ երկրի իշխանությունը պայքարել է իր պետականության դեմ տեսականորեն այն հավանական է եւ երկրի բարձրագույն օղակներում կարող են հայտնվել թշնամի կամ թշնամորեն տրամադրված ուժեր Հայաստանում բազմաթիվ չլուծված խնդիրները պայմանավորված են երկիրը կառավարելու անկարողությամբ մասնագիտական կրթության եւ փորձառության պակասով պատասխանատու պաշտոնյաների պատեհ կամ անպատեհ որոշումներով Հայաստանում կադրի նշանակումը կուսակցական նշանակությամբ դարձել է իսկական պատուհաս բարձր պաշտոններ են զբաղեցնում ռեստորանի նախկին մատուցողը մանկավարժը զբաղեցել է պաշտպանության նախարարի պաշտոնը Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում հայտնվել է ռազմական գործերից անտեղյակ նախկինում քաղաքապետարանի աշխատակից իրավաբանը զբաղեցել է առողջապահության նախարարի պաշտոնը հայկական ատոմականը ղեկավարում է ոչ մասնագետ նախկին անվտանգության աշխատակից բազմաթիվ ռազմականացված առանցքային գերատեսչություններում այդ թվում ներքին գործերի արդարադատության
այն մարմիններում աշխատանքի են անցել գործերի ոչ լիարժեք տիրապետող կուսակցականներ։ Եթե ազգային արժի համակարգի ոտնահարումը ազգակործան հասկացողություններ, ապա կադրերի քաղաքականությունը այս կտրվածքով պետականակործանման կտրվածքով է։ Այդ բոլորի հետ մեկտեղ չի գործում ժողովրդավար երկրների բնորոշ օրենսդիր, գործադիր, դատական մարմինների անկախ գործունեությունը։ Բոլոր որոշումները հրանգավորվում են վարչապետի կողմից։ Իշխանությունը նույնացվել է սեփականության հետ։ Այսպիսի պայմաններում քաղաքական լարված իրավիճակը կարող է նաև պայմանավորված լինել որոշումների մոտ կանգնած պաշտոնատար անձանց մշտապես կասկածամիտ եւ անհավասարակշռ վարքագիծը։ Քանի որ Հայաստանում ցանկացած պետական նշանակության որոշումներ կատարում են անհատի կամ նեղ շրջանակի կողմից, հետեւաբար բացառված չէ որևէ պաշտոնյայի հոգեհուզական վարքագծի ազդեցությունը որևէ պետական կարևորագույն որոշումների վրա։ Բժշկագիտական մոտեցումը այն է, որ որոշ մտային կամ հոգեհուզական հիվանդություններ ունեցող մարդիկ հանգիստ պայմաններում չեն տարբերվում առողջ մարդկանցից, սակայն անկանխատեսելի նրանց վարքագիծը ստրեսային ուշադրություն պահանջող դեպքերում եւ այդպիսի մարդկանց ներգրավումը պատասխանատու պաշտոններում ունի պետական անվտանգության նշանակություն։ Եվ եթե շարքային քաղաքացու դեպքում այն քիչ անանց ստացվում է, ապա պատասխանատու պաշտոնյաների դեպքում գնահատական տալը կարևոր է։ Խորհուրդ կտայի ոչ թե ներկայում, այլև ապագայում մյուս իշխանությունների հրամաններով կամ արձանագրություններով Հայաստանում հիմնադրել առողջության վերահսկման պետական կոմիտե կամ մեկ այլ անվամբ կառույց, որի գործառույթը լինի բոլոր պատասխանատու աշխատող մարդկանց բժշկական հետազոտությունները անցկացնելը ամենամյա կամ երկամյա կտրվածքով համանական նեյրոհոգեկան, ինչպես նաև որոշ էնդոկրին հիվանդություններ հայտնաբերելու նպատակով իրականությունը ստապ գնահատելը եւ օբյեկտիվ որոշումներ կայացնելը պահանջում է պատասխանատվության զգացումով հոգեպես առողջ եւ հավասարակշռած պաշտոնյա կամ պաշտոնյաներ։ Քաղաքական master class, շնորհակալություն, պարոն Վարդան Կարագոզյանին։ Ես առաջարկում եմ բոլորին դիտել այս, ես ընդհանրապես մի փոքրիկ հատված ցույց տվեցի։ Ինքը ծայրից ծայր քաղաքագիտության, բժշկության դասերը, հա։ Ես շատ եմ գնահատում մտքի կառուցվածքը, լակոնիզմը։ Ես մի կեսս մաթեմատիկա եմ։ Իմ համար մի բառ ավելորդ եթե կա մեջտեղ, ես անջատվում եմ, ես չեմ կարողանում լսել։ Իմ համար մաքսիմում սեղմված պետք է լինի ամեն ինչ։ Ես հիացած եմ այս բանով, դու կարող եք Google անել, ուղղակի Վարդան Կարագոզյան ունի YouTube-յան ալիք, ոչ միայն Facebook-ում կա, ինքը նաև ունի YouTube-յան ալիք, այս պահին նայում եմ 1000 մոտավորապես բաժանորդ ունի, կարող եք նաև այստեղ բաժանորդա գրել եւ Վարդան Կարագոզյանին լսել։ Ասելիքս ինչ է։ Ես ուրախ եմ, որ մեր հայկական միջավայրում այսպիսի մարդիկ առաջ են գալիս հասկանալով, որ եթե հիմա իրանք էլ չանեն, իրաց գործը ուրիշը չի անելու։ Մենք չունենք այդ պետությունը, չունենք այդ կառուցվածքները, այդ ինստիտուտները, ասկե կա, բայց դրանք թշնամուն է ծառայում մեր դեմ։ Եվ այնպիսի մարդիկ, ինչպեսի Վարդան Կարագոզյանն է, հասկացել են ու իրենց ներդրումով, իրենց 1000 բաժանորդով, իրենց հաղորդումներով, իրենց այս անալիզներով, բժշկական, գիտական տեսանկյունից փորձում են մարդկանց բացատրել շատ պարզ ճշմարտություններ, որ այս աշխատակազմ ընտրողը նախ ինքն է հիվանդ, հա, երկրորդն էլ այս աշխատակազմով հնարավոր չէր երկիր ունենալ։ Ինչպես ինքն է ասում, ճիվաղ ասում, ասում մենք տգետ ենք, այո, դուք տգետ եք, բայց դա ձեզ չի արդարացնում։ Մարդասպանությունը, երկրի հանձնումը, սահմանադրության խախտումը, հա, երկրի նկատմամբ դավաճանությունը տգիտությամբ չեն արդարացվում։ Դրանք ընդհանրապես ծանրացնում են մեղքը, որովհետև երբ որ մարդը բան անում, կարմիր լույսի տակով անցնում, ինքը որոշակի գումար է դրա վրա դիմաց վճարում եւ վերջ, եթե իհարկե մարդման չի սպանած լինում, դա սխալ է, բայց երբ որ պետական կարևոր պաշտոնի նստած մարդն է նման բան անում, կարմիր գիծ անցնում, դա անպայման հետևից զոհեր ունի, անպայման դա հետևանքներ ունի, տարիների, տասնամյակների գուցե, հա, դրանք տարբեր բաներ են։ Դա համար առաջարկում, որ ամեն մեկը չի կարող լինել պաշտոնի։ Դուք առանց ստուգման ոչ մեկին վարորդական վկայական չեք տա, բայց մի ամբողջ երկիր եք ղեկավարել առանց նրա adekvat լինելու հանգամանքը ստուգելու։ Այսպիսի մի զեկույց այսօր հրապարակվել Հայաստանում ոստիկանները ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ են կիրառել։
ոստիկանությունը։ Amnesty International-ն է սա հրապարակել, սա հերթական զեկույցն է, հերթական զեկույցը, որը ապացուցում է, որ Հայաստանում իրավապահ մարմինները չեն ծառայում օրենքին, որ Հայաստանում իրավունքը չի աշխատում։ Հիմա սա մասնավորապես մանրամասն ես չեմ կարդալ, բոլորը լավ հասկանում եք, չէ՞, որ այս ոստիկանները թեկուզ հետ հեռու չգնան, կապտի հունիսի 12-ի դեպքերը, որ բանում ԱԺ դալիճում, չէ, դա գնայք դալիճում եմ ասում, այգում մարդկանց դեմ օգտագործեցին նռնակներ եւ այլ արգելված միջոցներ։ Սա հերթական զեկույցն է, որ ապացուցում է մի բան, որ Հայաստանում օրենք չի աշխատում, ոստիկանությունը չի պատկանում ժողովրդին։ Սա եւ ոստիկանների համար, որ գնան մտածեն, որ այն ինչ որ ես ասում եմ, որ դուք ժողովրդին եք, դուք ենիչերին եք, դուք ցեղասպանի գործիքներ եք։ Սա մենակ ես չեմ ասում։ Եվ սա նաեւ կարեւոր է Վարդան Ղուկասյանի դոգի համար իր արդեն չգիտեմ իր նովա պաշտպանում, հա։ Ես առաջին օրվանից ասում, որ այս զեկույցներն էլ պետք տանել դնել են դատավորի դեմը, որ ասել, ախպեր ուզում ես դատես մարդուն։ Լավը չի, հանցագործը ստեղ դատի, բայց Հայաստանը իրավական պետություն չի։ Այս էլ քեզ հերթական, սա էլ քեզ հերթական զեկույցը, հա, ու սա Վարդան Հակոբյանը չի ասում։ Սա ասում է Amnesty International-ը։ Գնանք առաջ։ Սա թուրքերով հիացածներին քարտեզներ են ցույց տալի եւ պնդում են, որ այո, հայերը սեփ են, սեփ իրենց երկրների միջև, իրենց կոկորտում մնացած սեփ են, անմասցելի ոսկոր եւ այս հարցի լուծումը հայերի վերացնելն է, ոչ ավելի ոչ պակաս։ Հա, ու ասում են գրողի տարած բան սեփ են իրան, գրողի տարած, այդ մենք ենք։ Այդ գրողի տարած սեպը մենք ենք, որին ասենք սպաները հանցագործություն չի դիտարկվում, հայ սպաները իրանց մոտ հանցագործություն չի դիտարկվում, որին հետ կարելի է խոսալ միայն ոչնչացնելու լեզվով։ Ես հասկանում եմ, որ Արամ Սարգսյանի Վազգենի քրոջ համար սա էական չի, իր համար կարևորը բիզնեսն է, իրան թվում է իրեն բիզնես են անելու, ասում են ինձ այդ կարևոր չի ինչ կանեն իմ հետ իմ երեխեքի թողների հետ չթողներ ունի։ Կարևորը փող լինի, իսկ իրանք նախորոք ասում են ինչ են անում, նախորոք ամեն ինչ ասված է, ոչ մի բան թաքուն չի։ Երևի դուք հիշում եք սրբապիղծներին, այսօր արցախցիները թուրք են, պետական դավաճաններ, հիշում եք, չէ՞, հակա արցախյան քարոզությունը, պարզվել է, ըհը, տիկինը, ու այս երկու անբարոյականներն են ներքևը նստած, իրանք քավորն են, իրենք իրանց նմաններին են ընտրում։ Եվ սրանք էլ ինչա պետք ասել։ Ուզում ես արցախցիներին ասեմ թուրք, ուզում ես թուրքերի համար աղոթեմ, այն տերտերի նմաններ են, քահանայի նման։ Սրանք ամեն ինչի ընդունած, ընդհանրապես գիտեք ամենասարսափելի բանը որն է, ոչ թե բադմարդը։ Չար մարդն էլ սարսափելի չի։ Պիղծը։ Նույնիսկ չար մարդը իր կարող է բաներ ունենա։ Սահմաններ ունենա։ Այսինքն կարող է բարի չի, կարող է հենց անգլերեն ասում nice, համակրելի չի, հա։ Բայց նույն ինքը չի է ամենասարսափելին։ Դու գիտես լավը չի, գիտես զգուշ ես մնում։ Պիղծը դա մի տեսակ է, որ ամենաառաջինը իր շրջապատի համար է ինքը վտանգավոր։ Այսինքն այդ պրծերով որ հավաքված են, իրանք էլ չի, կարիճներ, իրանք մի բանկայի մեջ լցած կարիճներ են։ Հա դրանք որ սոված են մնում, սմին իրար խայթել, իրար ուտել, որտեղ իրանք կարիճ են։ Այս էլ բացահայտեցինք ովքեր էին արցախցիներին թունավորում։ Ուզում սա նայեք մի հատ, սենց բան գոյություն չունի։ Սա գրզոյ աղբերն է։ Մոնակոյում երկու թևին էլ թանգարժեք ժամացույցակապ է, որ հանգարց չերևա էլի, որ ինքը բոմժա։ Էլի մա չէ, որ ինքը բոմժա։ Այ։ Էլի մա չէ, որ ինքը բոմժա, էլի, բայց երկու հատ բան պետք է կապի։ Ժամացույց, որ հանկարծ չմտածեն ինքը փող չունի։ Սրանք են փող ունեցող աղքատներն են, էլի, իրանք աղքատ են, դա պետքություն չկա։ Իրենք չեն հասկացել հարստությունը որտեղ է։ Չեն հասկացել, բացածողը չի եղել, այդ միջավայրը չեն ունեցել։
Ասես գիտե փող ունենալն է։ Չէ, հարուստ լինելը դա փող ունենալն է։ Այն չեն հասկացել։ Այս ամեն ինչը գիտեք որտեղից է։ Ինչի հաշվին է։ Իսկ մենք ենք, իսկ մեր հաշվին է, իսկ մեր թալանված տնտեսությունն է, սպանված, թալանված բուժուժությունն է, թալանված սոցիալական համակարգը, թալանված երկինն ու բանակը, սպանված զինվորները, այս փողերը 8 ցենտից ոչ մեկին չի տրվում։ Այս ամեն ինչը տրվում է ինչ-որ մի բանի դիմաց։ Ու ինչ որ ես ասեցի, դա մեջն է, այսպես համապատկպակ մեջն է։ Մի ուրիշ բան թալանի հետ վերաբերյալ։ Կարդանք այս ջանոց հետքը ընտիր գործանում շնորհակալություն հետքին։ Հետքը գրում է հակակոռուպցիոն դատարանում ամեն շաբաթ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագազման որևէ հայց է քննարկվում։ Իշխանությունները գրեթե նույն պարբերականությամբ խոսում են թալանվածը վերադարձնելու մասին։ Մի խոսքով։ Մենք ուսումնասիրել ենք միլիարդավոր դրամներ պահանջող գործերից մեկը պարզվել է դատախազության կազմած ցանկից։ Դուրս է մնացել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունեցող անձի անունով գրանցված մոտ $600,000 արժեքով բնակարանը։ Ամիսներ անց ցանկից դուրս է մնացել այդ փոքր կենտրոնում այդ բնակարանը եւ դարձել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդու սեփականություն։ Հասկացաք։ Որպեսզի Արմեն Աբազյանը Գագիկ Ծառուկյանի հետ հազարավոր, ասենք նույնիսկ բանի Արմենը հիմա կարդամ Ծառուկյանի օգնականի ունեցվածքն է, ուրեմն 21 ավտոմեքենա, Մեգամոտորսի 100% բաժին 21 ավտոմեքենա, 13 բնակարան Երևանում, 10 ավտոհանգրվան երևի, նորքի մարաշ շենքում, երևի բանի հետ, կայանի հետ, 2 բնակարան Աբովյան փողոցում, ու սենց գնում է, սա ընդամենը օգնականի է։ Եվ որպեսզի այս ամեն ինչը չմտնի դատարան, Արմեն Աբազյանի տղեն ստանում է $600,000 բնակարան նվեր։ Այսինքն այդ ցուցակից դուրս է գալիս ու մեկ էլ դառնում է Արմեն Աբազյանի տղու սեփականությունը։ Հիմա հասկանում եք ինչի Արմեն Աբազյանը չի կարող երբևէ որևէ հանցագործի, որևէ օլիգարխի բռնել կամ պատժել, կամ հանկարծ չանել Փաշինյան Նիկոլի ասածները, որովհետև իրանք էլ են հանցագործ։ Բոլորը։ Հիմա հասկանում եք ինչ է նշանակում կոռուպցիա։ Կոռուպցիան դա մի բան է, երբ որ մարդը դրա մեջ է համակարգը, ուրեմն նշանակում է բոլորը կապված են նույն թելով, իսկ այդ թելը գտնվում է ինչ որ մեկի ամենավերևում գտնվող այդ մեկի ձեռքին։ Նշանակում է այդ երկիրը արդեն գաղութացված, սա հենց այդ մեկի կողմից։ Ու այդ ամբողջ թերից կախվածները Աբազյան, Ծառուկյան, գլխավոր դատախազ, այս արդարադատության նախարարության բոլորը նույն թելի, նույն հանցագործներն են, ու իրանք ընդունել են խաղի կանոնները։ Ուրեմն Աբազյան Արմենը ինքը չի կարող ասի Փաշինյան Նիկոլ, դու ինչ ես ծախում երկիրը։ Կամ Աննա Վարդապետյանը ասի Փաշինյան Նիկոլ, սա Հայաստանն է, դու իրավունք չունես խախտելու։ Արմենը ասի, այտենց բան, մի անգամից Նիկոլը կանչում ասում է, ու այն 600,000 բնակարանը, որ սա տղեն փողի դիմաց, այս գործը լղոզելու դիմաց ստացել էր։ Մի հատ քրական գործ Արմենի տղու վրա, արագ։ Դատախազն ասի, կանչում Արմեն Աբազյանն, ասում է, արա ացի ես, այն գլխավոր դատախազը Ծառուկյանի հանցանքները կոծկելու համար 600,000 բնակարան բանը կաշառք ստացել։ Հասկացաք ոնց է մեխանիզմը աշխատում։ Պարզ։ Ու երբևէ բոլոր տեսակի խոսակցությունները, որ այս երկիրը օրինական է, իրական է, եւ սա ինչ որ կարող է զարգացման չնչին շանսեր ունի։ Ոչ։ Այս բոլոր հանցանքները թշնամու ձեռքում է, բանալիները։ Եվ ինքն է ասում, Աբազյան, հիմա Նիկոլը երկիրը կծախի, դու կզեկուցես։ Ժողովրդին կասես, ժողովուրդ ջան, ինչպես ասվեց, տեղ գյուղի սահմանները հետ ենք տալի։ Այսինքն ԱԱԾ-ն դառնում է Նիկոլի հանցանքների մամլո խոսնակ։ Այսինքն մի վարքյան, Աբազյան, բայց քո գործը դա չէ, քո գործը Նիկոլի կալանավորներն էր։ Բայց Աբազյան, ոնց կալանավորի Նիկոլի, որովհետև ինքն էլ է հանցագործ։
Հա, գնում են գլխավոր դատախազին դիմում են գնում, ասում են, պարոն դատախազ, մեր տները հեսա սեփականության վկայականը ձեռներս, մեր տները տվել են Թուրքիին։ Ոնց կնի այդպես։ Ես չգիտեմ սահմանները որտեղից են ասում։ Որովհետև հենց ասի սահմանները որտեղից են ասում, կասեն, հəլստեղ արի։ Էս $600,000, սա ընդհանրապես մի թեթև օրինակ է։ Էս գործը որ քո ցուցակներից հանել ես այս բնակարանը տվել ես հիշում ես ոչի ասելու չէ ես դες բան չեմ արել արդեն անել է ուրեմն դու քո տեղականները մնացածը այս Արմեն Աբազյանը կասի ուր եք վերջացած վերջ ամբողջ երկիր պատանդա սեփական հանցագործությունների ձեռքում դե ասեք փրկությունը Գնանք առաջ, գնանք թափով Մոսկվա ու հետնանք, աշտարակով Մոսկվա։ Սա այսօր հարբած բանը, մախմելից դուրս է եկել, ասել է, բայ, Ուկրաինայի ճակատագիրը կանխորոշված է, վերջ, իրանք պետք է հանձնվեն, կապիտուլյացիա լինեն, իրան թվում է էսի 22 թվականի փետրվարի 22-ից խմելը, հարբած ընկած եղել, այսօր նոր բանը, դուրս է եկել, ասում է, Ուկրաինայի ճակատագիրը արդեն որոշված է, վերջ, իրանք պետք է կապիտուլյացվեն, ուրիշ ոչ մի բան չկա, փրկություն չկա իրանց։ Նույն բանն ասում է Կելոգը, պատկերացնում եք, Թրամփի օգնականը, ասում է, մենք բան ենք անում, այս բանը, Ուկրաինայի գծով իր հանձնակատարն է, ասում է, մենք պայքարում ենք, որ Ուկրաինան անանի, հանձնվի, թե չէ ինքը շատ կոմֆորտնի ազգում իր այս վիճակով, շատ կոմֆորտնի ազգում է այս իրավիճակի մեջ, շատ, հա, ինչ անենք Պուտինը չի հանձնվում, ինչ անենք Պուտինը, նշանակում է Ուկրաինան պետք է հանձնվի, թե չէ շատ կոմֆորտնի է իրան զգում, սա էլ մյուս պատուհասի ձեռագիրն է, որ կոչվոր անունը ազգանունն է Դոնալդ Թրամփ, ինձ մի գրեք էլի, որ ինքը հալը տեսեք ինչ էր անել, խնդրում եմ էլի, մի վիրավորեք իմ ինտելեկտը, ես չեմ կարողանում դա կարդամ, հենց կարդում ուզում մի բան գրեմ, ձեռներս ես դնում եմ հետևս, ասում եմ մի գրի, հասկացել այդ մարդը եթե տենց գրել է, դա գրել է, նշանակում է ինքը մտածել է մի գրելի պատասխան, ես երևի առիթ օգտագործեմ նորից կրկնեմ, պարզ ճշմարտություն, ժողովուրդ ջան, ես չեմ հավատում, որ մեկը մի հիմարություն ասում է, այն էլ լինելով բարձր պաշտոն, ես ասեցի, չէ, շարքային ասեմ, վարորդ ասի, դա ոչինչ։ Երբ որ բարձր պաշտոնի մեկը մի հիմարություն ասում է, դրանից հետո ինքը կարող է խելոք բան ասի։ Հնարավոր չի։ Ասեմ ավելի, եթե մի պաշտոնյա ի վիճակի է հիմարություն ասել, նշանակում է դա կարող է դա էլի ասի։ Ու ինչ որ պատահական խելոք բան ասելը չի նշանակում, որ ինքը հիմար չի։ Դա ուղղակի համընկել է կարող է։ Ես պատահականությունների չեմ հավատում, ես մարդու փոխվելուն չեմ հավատում, ես կյանքում չեմ հավատում, տգետը, սահմանափակ մարդը, կառուցիոներ մարդը, ինքը ինքան հայրենասեր է, հա, ոչ չդատվելու համար հանցագործություն չի անելու, որովհետև կառուցիոներն ինչով են վտանգավոր, ոչ թե նրանք վատ մարդիկ են կամ պոտենցիալ մարդասպան են, չէ, նրանք փողն ավելի են սիրում, քան ամեն ինչ, ու այս փողասիրության համար Այտենց է, սատանա ոնց է կառավարում մարդուն, իր գայթակղություններով։ Ես չեմ քննարկում իր մարդ տեսակը, կարող Աբազյան Արմենը ընտիր պապիկա, ընտիր, չգիտեմ, մեկի համար իր թողնիկների համար կամ երեխեքի համար, շատ լավ։ Ինձ դա հետաքրքիր չի։ Քանի ինքը ԱԱՑ պետք է նշենք ինքը հանցագործ է, վտանգավոր մարդ է, ոչ մենակ ինքը, բոլորը։ Ինքը վտանգավոր մարդ է այս երկրի համար։ Իսկ մնացած իր ընկերները թող իրանք մտածեն, եթե իրանց ընկերը փողի դիմաց իր երկիրը ծախում էր, իրանց կծախի թե չէ։ Էս է թող իր ընկերները մտածեն։ Իսկ ես ասում եմ, կծախի։ Հող տվողը լինի, այդ էլ կծախի, ոնց թե։ Դուք ինչ եք ոզեր չծախի։ Հո երկրից կարևոր չէիք։ Ես Պուտինն որոշել է, որ վերանվանի Վոլգոգրադը Ստալինգրադ հավաքել է այս վետերաններին, այս նոր պատերազմի հավաքել է, ասել առաջարկեք, որ Վոլգոգրադը վերանվանենք Ստալինգրադ։
Ես սպասում եմ ինքը ոնց է այլիսանց հավաքելու, ասի գուլագները վերականգնենք, ով համաձայն չի եղել պատերազմի հետ, ով չի մասնակցել, տասնյակ հազարավորներով ուղարկում ենք այնտեղ։ Էժան շատ ուժ է։ Թող գնան այդ սնդիկի հանքերում, ոսկու հանքերում, պետք է աշխատեն։ Բայց գուլագները գիտեք ինչի համար է ստեղծված։ Դա մենակ պատժի համար չէր։ Դա բոլշևիկների համար էր մորթելու տեղ, հա։ Հետագայում Ստալինը դրանց օգտագործում էր որպես ձրի աշխատուժ։ Ձրի նույնիսկ ուտելիք չեն տալի։ Ով ինչքան կդիմանար, շպրտում էին գնում էր, հա։ Ու վերջում գլուխը ջարդում էին Ստալինները, որ նա մեռել է հաստատ։ Ես չեմ չափազանցում, սա իրականություն է։ Բայց գիտեք, այդ ձեռքով ոսկին, սնդիկը, ածուխը, բանը, այդ ո՞նց էին այդ մարդիկ։ Հան ու ոտ, բանը չուներ։ 28 թվականից Ստալինը 5-ամյակ էր սկսել։ 5-ամյակներ, որ ինքը 3-րդ 5-ամյակի վերջում 43 թվին պետք է հարձակվեր, գրավել ամբողջ Եվրոպան։ Դա էր ծրագիրը։ Եվ 28 այդ ոնց պետք է ապահովել այդ այդքան փող չուներ աշխատավարձ տալու։ Ձևը կար արդեն, Լենինը ապահովել էր, արդեն սկսել էր։ Այն որ եթե մարդ կա գիտի բանը 37 թվականից է սկսել ակսիոները, ոչ, 17 թվականից կառուցվել են այդ ճամբարները։ Ոնց։ Հանը շփոթվել են, ասել են մի բան սարքի մնացել։ Ղազախստանի տափաստաններում, միջև Սիբիր։ Մի խոսքով սպասում եմ Պուտինը երբ հա վերականգնելու գուլագները։ Իրան տնտեսությանը զարգացնել է պետք, աշխատավարձ չկա, բայց ասենք պետք է, գործը պետք է արվի։ Իսկ դրանից բանը ճամբարներից իրանք արդեն հարուստ փորձում են, տեղերն էլ կա, ամեն ինչը կա։ Չնայած այդ բանի տեղերը, ճամբարների տեղերը արդեն քաղաքներ են, գիտեք, չէ։ Այն տեղերը, որ ապրելու չի, դրանք բոլորը ճամբարներ է եղել։ Այդ կոնցենտրացիոն ճամբարներն է եղել։ Այդ ճամբարների վրա էլ առաջացել են այդ քաղաքները։ Եվ այսպես, ես էլ ասեմ ձեզ, ոչ չմտածեք, սա կատակ էր։ Ուրեմն ուկրաինացի ժուրնալիստի դիակը վերադարձնելու ժամանակ, որը մահանում է դիակը, ասենք աղջիկը մահացել է, երբ որ ինքը գերի էր։ Ուղեղը չի եղել, աչքերը չի եղել, կոկորդի մի մասը չի եղել։ Պատկերացրու, մաս են տվել այդ մարդը, ասենք, գերի է եղել, հանձնել են, բայց ուղեղը հանած, աչքերը հանած, կոկորդի մի մասը հանած։ Սա է Ռուսաստանը։ Ես ասում ես չեմ զարմանա, վաղը ինքը սկսեն ճամբարների վերակառուցումը։ Ես գիտեմ, որ ինձ նայողների մեջ կան դեռ Ռուսաստանում շատ սիրողներ, որոնք ներվելու են սրանից, մի ներվեք։ Սա իրականություն է։ Իսկ այս տատիկն ասում է, եթե հանկարծ մեկն ինձ ասի, որ Արցախցին չի կռվել, ես իմ մատերով շկերը կհանեմ։ Ես լրիվ համաձայն եմ իր հետ։ Լրիվ համաձայն եմ, ուղղակի հիշացնեմ ինձ ով ասում էլի։ Ես հիշացնեմ ուղղակի նկարներ կարող ցույց տամ։ Այս ճիվարների սանիկ։ Եվ ճիվարների սանիկները։ Դա Արարատ Նյուզն է, այնտեղ Նյուզը որն էր։ Այդ նույն բանն է դրանցը։ Մի խոսքով գրզո մեդիան, այն բոմժերի, որ երկու ձեռքերին բանեն, ժամացույց են կապում, որ կողքից տենան իրենք փող ունեն։ Բայ դեր Աստված։ Նայեք։ Չասեմ, հիշատակը վառ մնա Գագիկ Գինոսյան ջան, հիշատակը 1000 տարիներ թող վառ մնա, կանցնեն տարիներ, քեզ կհիշեն որպես մեր դարաճաշրջանի, մեր ժամանակաշրջանի բարի կոմիտաս, ես չեմ չափազանցնում։ Դեսեք մեկ մարդը, իհարկե մենակ չէ, հա, և այդքան էլ մենակ ինքը չի։ Հայրիկ Մուրադյանից, հետո ակունքով, անով ես բոլորին իհարկե ազգանունով չեմ հիշում, բայց բոլորին դեպքով ճանաչում եմ, միած այդ երկար աշխատել ենք։ Սա բոլորի երկարամյա աշխատանքի արդյունքն է։ Կեցեք դուք։ Տեսեք մի ամբողջ հրապարակ պարում է։ Այս են անհոգ երիտասարդները չեն։ Որտեղ շատ եմ լսում, որ մի երիտասարդները անտարբեր են, անհոգ են, բան, ոչ մի բանի չեն մասնակցում։
դուք չեք առաջարկել են ինչ որ իրանց պետք է։ Իրանց սրտի բանալին չեք գտել։ Գիտեք, քաղաքականությունը, ես մեկ-մեկ որ լսում եմ, որ մարդիկ չեն կարողանում անցնել, քաղաքականությունը դա մարքեթինգ է։ Գաղափար վաճառելը դա ապրանք վաճառելու նման մի բան է։ Եվ որ տեսնում ես, քեզ չեն հասկանում, դիմացինի մեղքը չի։ Ոնց որ ապրանք արտազողը մտածի, որ այ իր ջոզալ ապրանքները չեն առնում, ուրեմն դիմացինը չի հասկանում ապրանքից, չէ։ Դες չի։ Նշանակում է դու հասկանալի չես, մատչելի չես։ Ես գիտեմ, որ շատերը չեն ընկալելու, շատերը իրանց հետ կռիվ են տալու, ասել են նա դուք գտնեիր ձևը, եթե ես չեմ գտե, եթե ես էլ չեմ գտե, բայց ինչի՞ եմ անում ես կանանում։ Ես էլ եմ փնտրում։ Բայց ես կյանքում չեմ ասում, եթե դու չես հասկանում, հա, ուրեմն դու դմբո ես։ Նշանակում է, եթե ես եմ խելոքը, ուրեմն պետք է սկսեմ այն կետից, որ ինձ հասկանա։ Չգիտեմ, ես սա մանկավարժ էլի նույնիսկ ասում, կարող սա մասնագիտական թերություն է։ Հա, ես երբեք չեմ մտածել, որ իմ ժեստերը եթե չեն հասկանում, բանա, երաժիշտը դմբո է։ Չէ, ես այնքան պետք է հստակ լինեմ իմ ժեստերի եւ ամեն ինչի մեջ, երաժիշտի մոտ երկրորդ կարծիք չլինի։ Կամ ոչ ես երեխան սկսել է նվագել, չգիտեմ, հա, ինքը դմբո է, մի անգամից չի կարող նվագել։ Նշանակում է, չէ, այս սկսենք ամենազրոյից, սենց, մի քանի անգամ անենք, սա։ Գան, որտեղ ամեն ինչ, բոլոր հարցերի լուծումը կա։ Եթե իհարկե դա մասնագետի ձեռքում է։ Ամեն ինչին կարելի է լուծում գտնել։ Բայց եթե խնդիրը դրված է, որ դու մենք ճիշտ ենք մնացած բոլորը սխալ, թողը տեսնի, բայց այս երեխեքը սխալ չեն։ Տեսնում եք։ Նայեք։ Ընդ որում այս իշխանություններն ամեն ինչ արել են, որ ապացուցեն, որ սա հնացած է, հնաոճ է։ Նորաձև չի, կրթվելն է նորաձև, նույնից ասեմ, այդ իդիոտներին կրթվելը դա ներքին պահանջ է։ Եթե մի բան նորաձև է, նշանակում է դա ժամանակավոր է։ Կրթությունը չի կարող ժամանակավոր լինի։ Տգետներ, իրանք ամեն ինչ արել են, որ ապացուցեն ազգայինը հետամնացությունը, ավելորդը, ումա պետ դրանք, ծիծաղացել են, հեգնել, ծաղրել։ Հիմա ես հարց եմ տալի, ամեն ինչ արել են, բայց այս երեխեքին չեն տալու։ Ուրեմն այս տարածողը գտել է բանալին։ Եվ ամենավերջում այս հաղորդման ուզում եմ մի բան կարդամ։ Էլի այս բանի մեջ է։ Թեմայի մեջ է։ Մահապատժի ենթարկված դատապարտյալը, ասում է, մահապատժից առաջ թուղթ է խնդրում ու նամակ է գրում։ Մորը։ Մայրիկ, եթե այս աշխարհում իսկապես արդարություն լիներ, մենք երկուսս էլ այսօր մահապատժի կենթարկվենք, ոչ թե միայն ես։ Դու նույնքան մեղավոր ես, որքան ես իմ ապրած կյանքի համար։ Ու գնում հիշեցնելու։ Հիշում ես, երբ ես հեծանիվ գողացա, իմ նման մեկի հետ բերեցի տուն, դու ինձ օգնեցիր թաքցնել այն, որ հայրս չիմանա։ Ափսոս ուշ հասկացա։ Հիշում ես, երբ ես փող գողացա հարևանի դրամապանակից, ծախսեցիդ ինձ հետ առևտրի կենտրոնում։ Հիշում ես, որ վիճեցիր հորս հետ, քանի որ գնացել էր ուղղելու իմ արարքը, որովհետև կարդալու սովորելու փոխարեն ուրիշից արտագրել էի քննության հարցերի պատասխանները։ Ու վերջը ինձ վռնդեցին ուսումնարանից։ Մամ, ես պարզապես երեխա էի, հետո դարձա աշխույժ դեռահաս, իսկ հիմա ես անհանդուրժող ու ագրեսիվ մարդ եմ։ Ես պարզապես երեխա էի, ով ուղղելու կարիք ուներ, ոչ թե պաշտպանելու, բայց ես դեռ ներում եմ քեզ, մամ։ Մենք այսպես վերաբերվել ենք մեր ընկերներին, մեր ընտրությունները կեղծողներին, մեր կյանքը գողացողներին, մեր կյանքը թունավորողներին, չենք բռնել ձեռքները։ Այնպես որ այսօրվա, այսօր ասում մենք ենք մեղավոր, որ Աստված Նիկոլին չի ուղարկել, որ մենք տեսնենք մարդը ինչպես չլինի, չէ, Նիկոլին մենք ենք ստեղծել։ Այդ Նիկոլը մի մարդ չի, դա համակարգ է։
Հա, մենք ենք ստեղծել մեր հանդուրժողականության, մեր լավամարդ լինելով, մեր ձեռի չխփելով, մեր կոռումպացված լինելով։ Ազդեցիկը այս նամակը շատ ուսանելի։ Ես դրա համար եմ ասում, ես բոլորովին չեմ փոշմանել, որ իմ ճակերտավոր եմ ասում պրովոկացիայի արդյունքում գիտնականը պատմաբանը հայտնվեց ինձ դատապարտելով ընդորում դրա համար հայտնվեց այդ ընդմիջ բանը հանդիպմանը եւ բացահայտեց, որ թագավորը տգետ է։ Չնայած ինքը վաղուց պետք է իմանալ դրա մասին եւ չզարմանալ, որ ես այդ հանդիպումը կազմակերպողներին ասում եմ դուք լավ բան չեք անում, որ կոչ եմ անում բոյկոտել, որտեվ եթե մեր ընկերները ակտիվ լինեին քաղաքական քաղաքացիական կյանքում, այդ հարցերը իրենց մոտ չէր իմա, չէր առաջանա, ինձանից առաջ ընկած կլներ, մեզանից բոլորիցս։ Դիցշեն լավ ասել, սա մենք չենք հասկացել կյանքը, եթե չենք նկատել այն ձեռքը, որը խնայելով մեզ խնայելով իրականում պատժում է։ Դա այն որ գլուխները շոյելը, այսպես թաքցրելը, դա իրականում պատժելը։ Այ մենք իրականում այսպես պատժել ենք մեր երկիրը։ Սրանց գլուխը շոյելով, նրա գլուխը շոյելով, նրա վատամարդ չնելով, նրան քծնելով, նրան կաշառքալ։ Ծանր է գիտակցությունը, գիտեմ, բայց էսա ճանապարհը։ Էսա։ Եթե չխոստովանենք, համարձակությունը չունենանք ջնջել նորից սկսել զրոյից, հետ գնալ ներողություն խնդրել մեր երեխեքից, ասել հիշում ես, որ ես քեզ հիմարություն ներեցի։ Ափսոսում եմ դրա համար։ Արմիա քեզ ապտակ, հատ քեզ մի հատ էլ ինձ։ Չի կարելի։ Կամ ընկերոջդ հիշում ես, որ քեզ օգնեցի, որ դու ընտրվեիր, կոմերցիան հավաքեցի։ Արմիա տապտակ քեզ, որ ինձ դրթեցի, որ ես տանեմ։ Մի հատ տապտակ էլ ինձ, որ ես արեցի։ Ու միջև հիմա ես տեսում եմ, ես իմ ընկերն է, օգնենք։ Մենք ենք անում, ինչպես էս ուղղակի պետք չի հասնենք մահապատժի էս շեմին, որ հասկանանք ինչն է իրականում պատճառը։ Այո, ճիշտ ասեմ, մենք չենք նկատել այն ձեռքը, որ մեզ խնայելով իրականում պատժում է։ Այսօր համար այսքանը, դա մնացեք։